Միացյալ Նահանգների հսկայական տարածքներ այս շաբաթ հայտնվել են խիստ սառնամանիքի ակցիաների մեջ։ Ցրտերը կշարունակվեն մինչև հանգստյան օրերը։ Ավելի քան 77 միլիոն մարդ արթնացել է ցրտահարության տագնապալի նախազգուշացումների ներքո, երբ արկտիկական հզոր օդային զանգվածները պատել են հյուսիսային շրջանները։ Չիկագոյում և Ալբանիում ջերմաստիճանը հասել է մինչև 30 աստիճան ցրտի։ Անգամ արևոտ Ֆլորիդան ու Թեքսասը զերծ չեն մնացել ձմեռային կտրուկ հարվածներից։ Այս նահանգներում ջերմաստիճանը նվազել է միջինից շատ ավելի ցածր մակարդակի։ Թեքսասի ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է սառնամանիքների եւ այս շաբաթ սպասվող խառնաշփոթ ձմեռային համակարգի մասին, որը կարող է լրջորեն կատվածահար անել երթևեկությունը։ Ձյունն արդեն իսկ լուրջ ու վտանգավոր խնդիրներ է առաջացրել ճանապարհներին, հատկապես Միչիգանի շրջանում։ Այնտեղ տեղի է ունեցել ավելի քան 100 մեքենայի մասնակցությամբ խոշոր բախում։ Միջնահանգային մայրուղին փակվել է մի քանի ժամով։ Մասնագետները զգուշացնում են, որ ցրտերը դեռ առջևում են։ Առաջիկա օրերին որոշ շրջաններում ցուրտը կարող է հասնել անհավանական 50 աստիճանի։ Միացյալ Նահանգներում սառն է միայն եղանակը, իսկ զարգացումները թեժ են թե ներսում և թե դրսում։ Առաջիկա րոպեներին կներկայացնենք օրվա ամենահետաքրքիր դրվագները նախամարոտ։ Հարավային Կալիֆորնիան ցնցվել է 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից։ Խռովկան ծերուկը Գրենլանդիան վերցնում է Նոբելյան մրցանակի փոխարեն։ Այսի գործակալները միգրանտներին ձերբակալել են նրանց մատուցած ճաշը վայելելուց հետո։ Հոգևորականը այսի տեղական ղեկավար սկանդալային բացահայտում Սենթ Փոլում։ Թրամփի մահվան ճամբարները։ Այսի վրանային բանտում եւս մեկ ներգաղթյալ է մահացել։ Բորսան այլևս երբեք չի քնի։ Նյու Յորքը բացում է թվային տոկենների շուրջօրյա հարթակ։ Հետ դեպի 2016, ինչու է համացանցը որոշել 10 տարով երիտասարդանալ։ Հյուսիսափայլը ներխուժում է հարավ, ով եւ երբ կտեսնի տիեզերական հրաշքը։ Բարձրաճաշակ գողերը, ինչ են գողացել Կալիֆորնիայի բուտիկից։ Բոլորը դեպի լուսին, ՆԱՍԱ-ի հեղափոխական առաջարկը։ Այսօր խոսելու ենք նաև ամերիկյան կրթական համակարգի մասին, պարզվում է այստեղ կան լուրջ խնդիրներ, այնպես որ ուշադիր եղեք թողարկման երկրորդ հատվածին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և այսօր միասին կբացահայտենք Միացյալ Նահանգներում տեղի ունեցող այն իրադարձությունները, որոնց շուրջ այս պահին խոսում է ամբողջ երկիրը։ Ձեր աջակցությունը մեզ համար կարևոր է, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք հետևում մեզ, միացեք քննարկմանը և լայքով աջակցեք մեր աշխատանքին, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Երկուշաբթի երեկոյան հարավային Կալիֆորնիան ցնցվել է 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, որի էպիկենտրոնը Ինդիո Հիլզից ընդամենը 5 մղոն հեռավորության վրա էր։ Ցնցումը գրանցվել է ժամը 18-ից անմիջապես առաջ մոտ 2 մղոն խորության վրա։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը սկզբում ուժգնությունը գնահատել էր 5.1, սակայն հետո վերանայեց այն։ Հիմնական ցնցմանը հաջորդել է առնվազն 9 հետցնցում, որոնց ուժգնությունը տատանվել է 2-ից մինչև 3.4 մագնիտուդի միջակայքում։ Մասնագետները հիշեցնում են, որ նման իրավիճակներում խուճապի մատնվելու փոխարեն պետք է գործել հստակ կանոններով։ Պառկեք, ծածկվեք և պաշտպանվեք սկզբունքը մնում է ամենաարդյունավետներից մեկը։ Թեև Կալիֆորնիայում տարեկան հազարավոր երկրաշարժեր են լինում, հարյուրավոր ցնցումներ հասնում են 3 մագնիտուդի, սակայն դրանց մեծ մասը աննշան և վտանգ չեն ներկայացնում։ Միայն 15-ից 20-ն են հասնում 4 կամ ավելի բալ ուժգնության։ Թրամփը թեժացնում է Գրենլանդիան գրավելուն ուղղված շոուն, նա աննախադեպ լարվածություն է հրահրել կղզին զավթելու իր ծրագիրը կապելով Նոբելյան մրցանակ չստանալու հետ։ Նորվեգիայի վարչապետին ուղղված նամակում նախագահը շեշտել է, որ քանի որ իրեն չեն շնորհել խաղաղության մրցանակը, ինքն այլևս չի զգում բացառապես խաղաղության մասին մտածելու պարտավորությունը, այժմ նա մտադիր է անել այն, ինչը լավ է ու պատշաճ Ամերիկայի համար։
NBC News-ի հարցին արդյոք նախագահը պատրաստ է ուժ կիրառել կղզին գրավելու համար, նա պատասխանել է առանց մեկնաբանության։ Ի պատասխան Եվրամիությունը արդեն քննարկում է իր տնտեսական ուժի կիրառումը, որը թույլ կտա պատժամիջոցներով սահմանափակել ամերիկյան ներդրումները եւ հասանելիությունը տենդերներին։ Գրենլանդիայի ձեռքբերումը Թրամփը դիտարկում է որպես Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը զսպելու եւ կղզու հսկայական պաշարներին տիրանալու հնարավորություն։ Չնայած վենեսուելացի Մաչադոն նախորդ շաբաթ նախագահին էր հանձնել իր ոսկե մեդալը, Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ Նորվեգիան միտումնավոր է իրեն զրկել մրցանակից։ Այս դիմակայությունն արդեն համարվում է հարաբերությունների ամենացածր կետը 1956 թվականի ճգնաժամից ի վեր։ Հակամիգրանտային պայքարը նոր երանգներ է ստանում Մինեսոտա նահանգի Ուիլմար քաղաքում, որը գտնվում է Մինեապոլիսից մոտ 2 ժամ հեռավորության վրա, այսի գործակալները չորեքշաբթի օրը բավականին արտասովոր այցելություն են ունեցել։ Նախքան պաշտոնական ձերբակալություն իրականացնելը, նրանք որոշել են նախ հաճելիորեն ճաշել հենց այն մեքսիկական ռեստորանում, որի աշխատակիցը քիչ անց պետք է ձեռնաշղթաներ հագներ։ Ժամը 15-ից մի փոքր առաջ 4 գործակալներ հանգիստ նստած էին El Tapatio ռեստորանի սեղանի շուրջ վայելելով իրենց կերակուրը։ Հենց աշխատակիցները փակել են հաստատությունը երեկոյան հերթափոխքի համար, գործակալները ձերբակալել են նրանցից 3-ին։ Դեպքի վայրում հավաքված մի խումբ անցորդներ չեն թաքցրել իրենց զայրույթն ու վրդովմունքը գործակալների գործողությունների նկատմամբ։ Մի քանի հոգի սկսել են սուլել ու բարձրաձայն բղավել իրավապահների վրա, երբ վերջիններս դուրս են բերում ձերբակալվածներին։ Հավաքվածներից մեկը դիմելով գործակալներին հնչեցրել է բավականին հուզական ու դիպուկ մի հարց. իսկ մայրդ հիմա կպարտանար քեզնով։ Ավելի վաղ տարածված ոչ պաշտոնական լուրերը հաստատվեցին պաշտոնապես։ Պենտագոնը հրամայել է մոտ 1500 զինծառայողի պատրաստվել Մինեսոտայում հնարավոր տեղակայմանը։ Թրամփը սպառնացել է կիրառել ապստամբության մասին օրենքը՝ ի պատասխան Ռենե Գուդի սպանությունից հետո բռնկված ակցիաների։ Իրավիճակն էլ ավելի է սրվել Սենթ Փոլի եկեղեցիներից մեկում, որտեղ ցուցարարները խափանել են կիրակնօրյա պատարագը։ Նրանք պնդում են, որ տեղի հոգևորականը միաժամանակ հանդիսանում է այսի տեղական ղեկավար։ Գլխավոր դատախազը խոստացել է, որ քրիստոնյաների ահաբեկումը կարժանանա դաշնային օրենքի ողջ խստությանը։ Ազգային անվտանգության դեպարտամենտը մեղադրում է ակտիվիստներին սպաների անձնական տվյալները հրապարակելու մեջ։ Լարվածության պատճառով որոշ հյուրանոցներ փակվել են, իսկ դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման։ Այսը հավաստիացնում է, որ դպրոցներ չի մտնում երեխաների ձերբակալելու համար, բայց կարող է ներխուժել վտանգավոր հանցագործների հետևից։ Ձերբակալված միգրանտների անվտանգությունը լուրջ մտահոգությունների թեմա է դառնում։ Թեքսասի անապատում գտնվող Camp East Մոնտանա վրանային ճամբարում արձանագրվել է 3-րդ ներգաղթյալի մահը վերջին 44 օրվա ընթացքում։ Այս հսկայական կենտրոնը Թրամփի վարչակազմի իրականացրած զանգվածային արտաքսումների եւ խստացված վերահսկողության քաղաքականության առանցքային հանգույցներից է։ Այնտեղ հունվարի սկզբի դրությամբ պահվում էր շուրջ 3000 ներգաղթյալ։ Վերջին զոհը 36-ամյա նիկարագուացի Վիկտոր Մանուել Դիասն է, ում անվտանգության աշխատակիցները գտել են անգիտակից վիճակում։ Այսի պաշտոնական հաղորդմամբ նա մահացել է ենթադրյալ ինքնասպանության հետևանքով, սակայն մահվան պաշտոնական պատճառը դեռևս հետաքննվում է։ Թեքսասի այս հաստատությունում անվտանգության պայմանները դարձել են կոնգրեսի անդամների խիստ քննադատության եւ լուրջ մտահոգության առարկա։ Դեկտեմբերից ի վեր այստեղ մահացել էին նաեւ Գվատեմալայի եւ Կուբայի քաղաքացիներ տարբեր առողջական խնդիրների պատճառով։ Էլ Պասոյի բժշկական փորձագետները դեռևս չեն հստակեցրել մահվան վերջին դեպքի իրական պատճառները, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում հանրության շրջանում։ Մահվան ճամբարները գրեթե դուրս են վերահսկողությունից, անգամ կոնգրեսական դաշնային դատավորը մերժել է արգելափակել նախագահ Թրամփի վարչակազմի նոր քաղաքականությունը, որը պարտադրում է մեկշաբաթյա նախնական ծանուցում կոնգրեսի անդամների այցելությունների համար։
Խնդիրը սրվեց այն բանից հետո, երբ այսի սպան սպանեց ԱՄՆ քաղաքացի Ռենե Գուդին։ Դրանից ընդամենը 1 օր անց դեպարտամենտի քարտուղարը ստորագրեց հուշագիր, որը վերականգնում է 7-օրյա ծանուցման պահանջը։ Իրավաբանները պնդում են, որ սա բացահայտ փորձ է խուսափելու վերահսկողությունից։ Կոնգրեսականները պնդում են, որ կալանավայրերում փոփոխվող պայմանները անհնար են դարձնում իրական պատկերի վերականգնումը, եթե այցը հետաձգվում է 1 շաբաթով։ Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը հակադարձում է, որ այս պահանջը անհրաժեշտ է աշխատանքների կազմակերպման համար։ Թրամփը իդեպ պայքարում է ոչ միայն միգրանտների դեմ։ Դաշնային պահուստային համակարգի FRS-ի նախագահը անձամբ է մասնակցել Լիզա Քուկի գործով լսումներին։ Թրամփը դեռ նախորդ տարի էր փորձել պաշտոնից հեռացնել կառավարիչ Քուկին, մեղադրելով նրան հիփոթեքային խարդախության մեջ։ Այս դատական գործընթացը վճռորոշ է լինելու Սպիտակ տան եւ Կենտրոնական բանկի միջև ծավալված իրավական մենամարտում։ Փաուելը վստահ է, որ իրավական հարձակումներն ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ։ Քրեական մեղադրանքների սպառնալիքը հետևանք է նրան, որ դաշնային պահուստը տոկոսադրույքները սահմանում է ելնելով հանրային շահից, այլ ոչ թե նախագահի նախասիրություններից, նշել է նա։ Ըստ բանկի ղեկավարի, Սպիտակ տունը օգտագործում է ցանկացած առիթ կառույցի ինքնուրույնությունը սահմանափակելու եւ սեփական կամքը թելադրելու համար։ FRS-ի նախագահը ջանքեր է գործադրում բանկի անկախությունը պահպանելու համար, մինչդեռ Թրամփը պարբերաբար ճնշում է գործադրում տոկոսադրույքների հարցում։ Նախագահը խիստ քննադատել է Փաուելին, նրան անվանելով մեծ ձախողակ։ Արդարադատության նախարարությունը սկսել է հետաքննել բանկի շենքերի 2.5 միլիարդ դոլար արժողությամբ վերանորոգման գործը, ինչը Փաուելը անվանել է լոկ պատրվակ։ Հաճելի նորություն ու նոր հնարավորություններ են սպասվում բորսայի հետ կապ ունեցողներին։ Նյու Յորքի ֆոնդային բորսան աշխատում է հեղափոխական թվային հարթակի ստեղծման վրա, որը ներդրողներին հնարավորություն կտա առևտուր անել շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի։ Ստեղծվում են թվային տոկեններ, որոնք փոխարինում են բաժնետոմսերին, պարտատոմսերին, անշարժ գույքին կամ նույնիսկ արվեստի գործերի մասնաբաժիններին։ Սա հնարավորություն կտա գրեթե ցանկացած մարդու ցանկացած վայրում եւ ցանկացած պահի կատարել առևտուր այնպես, ինչպես կրիպտոարժույթների դեպքում։ Եթե նախագիծը հաջողությամբ անցնի կարգավորվող մարմինների խիստ ստուգումը, ապա նոր հարթակը կդառնա Նյու Յորքի ֆոնդային բորսայի կարևոր մասը, որտեղ հասանելի կլինեն ընկերությունների բաժնետոմսերի տոկենացված տարբերակները։ Այս նորամուծությունը հասանելի կդարձնի ներդրումները բոլորին, ցանկացած վայրկյանին, լինեն նրանք Թեքսասում, Կալիֆոռնիայում, թե աշխարհի մեկ այլ ծայրում։ Իրավապահներին եւ ոչ միայն նրանց զարմացրել են արագ եկամուտ ստանալու մասնագետները գողերը։ Կալիֆոռնիայի Օրանժ շրջանի Նյուփորտ Բիչ քաղաքում գտնվող Bella Abbey and Eva բուտիկից գողացել են մոտ $200,000 արժողությամբ շքեղ տեսականի։ Հանցագործները գործել են չափազանց արագ եւ թիրախային, ընտրելով միայն ամենաարժեքավոր ապրանքները, հիմնականում կենտրոնանալով թանկարժեք պայուսակների վրա։ Խանութի սեփականատերը նշում է, որ հանցագործները ընտրողաբար են մոտեցել հարցին, նրանք բառացիորեն դատարկել են Շանելի ամբողջ պահարանը։ Ըստ նրա, թալանն այնքան կազմակերպված էր, որ գողերը հստակ գիտեին իրենց թիրախը։ Տարվել են նաև Լուի Վիտոնի եւ Հերմեսի բացառիկ նմուշներ ու բոլոր զարդերը։ Այժմ ոստիկանությունը հետազոտում է տեսախցիկների ձայնագրությունները, բարձելու հանցագործների ինքնությունն ու նրանց մեքենաները։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։ ՆԱՍԱ-ն արդեն սկսել է Արտեմիս 2 առաքելության եզրափակիչ նախապատրաստությունը։ Այս պատմական ճամփորդության մասնակիցը դառնալու համար գործակալությունը հանրությանը առաջարկում է ուղարկել ձեր անունը լուսնի շուրջը հատուկ առցանց հարթակի միջոցով։ Գրանցված բոլոր անունները կպահվեն փոքրիկ SD քարտի վրա, որը կտեղադրվի Orion տիեզերանավի ներսում։ Տիեզերանավը մոտ 10 օրվա ընթացքում կպտտվի լուսնի շուրջ եւ կվերադառնա երկիր։ Մասնակցելու համար անհրաժեշտ է միայն մուտքագրել անուն ազգանունը եւ ստեղծել կարճ անձնական գաղտնաբար։ Տիեզերական այս անմոռանալի արկածին պաշտոնական մասնակիցը դառնալու համար։ Գրանցումից հետո ՆԱՍԱ-ն տրամադրում է թվային boarding pass, որտեղ նշվում է թռիչքի բոլոր
մանրամասները հրթիռի տեսակից մինչև Քենեդի տիեզերական կենտրոնը եւ թռչող 4 տիեզերագնացների անունները։ Կտրոնի վրա նշվում է նաեւ անցած ընդհանուր ճանապարհի երկարությունը, որը կկազմի ավելի քան 685 000 մղոն։ Սպասվում է, որ թռիչքը տեղի կունենա ոչ ուշ, քան 2026 թվականի ապրիլին։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ Երեքշաբթի գիշերը Կանադայի եւ ԱՄՆ-ի հյուսիսային նահանգների բնակիչները հազվադեպ հնարավորություն կունենան ականատես լինելու հյուսիսափայլի հիասքանչ տեսարանին։ Երկրի մագնիսական դաշտի հզոր խանգարումների պատճառով լուսնային այս երևույթը կարող է հասնել նաեւ ավելի հարավային շրջաններ, ներկելով գիշերային երկինքը վառ գույներով։ Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը նշում է, որ սա վերջին 2 տասնամյակի ամենաինտենսիվ փոթորիկն է։ Գիտնականները նախազգուշացնում են, որ նման փոթորիկները կարող են խափանել GPS կապը, արբանյակների աշխատանքը եւ այլ կարևոր ենթակառուցվածքներ։ Ինդիանա նահանգի Լաֆայետ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել նահանգային դատարանի դատավորի եւ նրա կնոջ վրա։ Կրակոցները հնչել են նրանց սեփական տանը։ Դատավորը վնասվածք է ստացել բասկի շրջանում, իսկ կինը կոնքի։ Բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո երկուսի վիճակն էլ այժմ գնահատվում է կայուն։ Այս աղմկահարույց միջադեպի հետաքննությանը ներգրաված են տեղական ոստիկանությունը, շերիֆի գրասենյակը եւ FBI-ը։ Քաղաքապետը խոստացել է գործադրել բոլոր հնարավոր ռեսուրսները հանցագործներին ձերբակալելու համար։ 2026 թվականի համացանցը հանկարծակի վերադարձավ 10-ամյա վաղեմության անցյալին։ Մարդիկ ողողում են Instagram-ը 2016-ի հուշերով, հիշելով VSCO ֆիլտրերը, Pokemon Go-ն եւ Kylie Jenner-ի շուրթերի հավաքածուները։ Շատերի համար այդ տարին սոցցանցերի ոսկե դարաշրջանի վերջն էր։ Այդ երևույթը գրավել է անգամ մասնագետների ուշադրությունը, որոնք փորձում են բացատրություններ գտնել դրա համար։ Ըստ սոցիոլոգների դա կյանք էր նախքան համավարակը եւ նախքան լրահոսի այսօրվա պես խենթանալը։ Այն ժամանակ մարդիկ պարզապես գրառումներ էին անում իրենց ընկերների համար, առանց բովանդակությունը ստեղծողների գերիշխանության եւ ալգորիթմների ճնշման։ Բարև ձեզ, ես Մանու Հարությունյանն եմ, Glendale News-ի այս հատվածում ձեր ուղեկիցն ու զրուցակիցը։ Այսօր խոսելու ենք ամերիկյան կրթական համակարգի մասին։ Պարզվում է, այստեղ կան լուրջ խնդիրներ, որոնց մասին կանխավ իմանալը նահանգներում ապրողներից յուրաքանչյուրին կարող է օգտակար լինել թեկուզ հենց այսօր։ Ինչպես ասում են, աստղերը հուշում են, իսկ թվերը պարտադրում։ Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի 2024 թվականի թարմացված տվյալների 25 տարեկան եւ բարձր տարիք ունեցող բնակչության շրջանում դրական դինամիկա է նկատվում։ Բնակչության շուրջ 92%-ը ստացել է միջնակարգ կրթություն, high school diploma, սակայն առավել ուշագրավ է բարձրագույն կրթության ոլորտը։ Բնակչության մոտ 38-ից 39%-ը այսօր ունի բակալավրի կամ ավելի բարձր գիտական աստիճան։ Այս ցուցանիշը 2024 թվականի վերջին հասել է պատմական առավելագույնին։ Բարձրագույն կրթության ոլորտում առանձնահատուկ դեր ունի IPEDS համակարգը, որը վերլուծում է քոլեջների եւ համալսարանների գործունեությունը։ 2024-25 ուսումնական տարվա նախնական հաշվետվությունները փաստում են, որ ընդունելության ցուցանիշները կայունացել են համավարակից հետո։ Իսկ մասնագիտական կողմնորոշման մեջ աճել է հետաքրքրությունը տեխնոլոգիական եւ տնտեսագիտական ուղղությունների նկատմամբ։ Անցնենք ֆինանսական գրագիտության հիմքում ընկած կարողություններին։ Ըստ ազգի առաջադիմության թերթիկի NAEP 2024 թվականի վերլուծությունների 8-րդ դասարանի աշակերտների մաթեմատիկական պատրաստվածությունը մնում է մարտահրավեր։ Ուսանողների միայն 26-ից 30%-ն է ցուցաբերում հմուտ մակարդակի գիտելիքներ մաթեմատիկայից։ Սա ուղղակիորեն կապված է ֆինանսական գրագիտության հետ, քանի որ թվաբանական հմտությունների պակասը դժվարացնում է բարդ ֆինանսական հասկացությունների ընկալումը ապագայում։ Կրթության վիճակագրության ազգային կենտրոնը իր The Condition of Education 2024 համապարփակ զեկույցում շեշտում է, որ ֆինանսական գրագիտության բացը նկատելի է հատկապես սոցիալապես անապահով խմբերի շրջանում։ Զեկույցը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթություն եւ մաթեմատիկական բարձր ցուցանիշներ ունեցող անձինք ավելի արդյունավետ են կառավարում անձնական բյուջեն եւ ներդրումները։
2025 թվականի հունվարի դրության պաշտոնական կանխատեսումները հուշում են, որ կրթական ծրագրերում ավելանալու է գործնական ֆինանսների դասավանդումը։ Մարդահամարի բյուրոյի 2025 թվականի սկզբնական տվյալներով կրթական աստիճանի եւ տարեկան եկամտի միջև կապը դառնում է ավելի սերտ։ Բարձրագույն կրթություն ունեցողների եկամուտները շարունակում են միջինում 60%-ով գերազանցել միայն դպրոցն ավարտածների եկամուտներին։ Այսպիսով, չնայած դիպլոմավորված անձանց թվի աճին, ֆինանսական գրագիտության որակական բարելավումը մնում է ԱՄՆ կրթական համակարգի 2025 թվականի գլխավոր առաջնահերթությունը։ Առաջին եւ ակնհայտ հետևությունն այն է, որ ֆինանսական գրագիտությունն անձի եկամուտների հետ ամենաուղղակի կապն ունի։ Իսկ երկրորդ ոչ պակաս կարևոր հետևությունը թողնում եմ ձեզ։ Մի փոքր հուշեմ, գուցե արժի չանտեսել ֆինանսական գրագիտության դերը, անկախ նրանից, թե ինչ տարիքում ենք։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը։ Կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։